Բարև ձեզ։ Ադրբեջանի պետական վիճակագրությունը հայտնում է, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17.1 միլիոն դոլարի ապրանք։ Այդ ընթացքում նույն ժամանակահատվածում նույն կառույցի տվյալով Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 960 դոլարի ապրանք։ 17.1 միլիոն դոլարի ապրանք Ադրբեջանից Հայաստան և Հայաստանից Ադրբեջան ընդամենը 960 դոլարի ապրանք։ Ընդ որում պարզ չէ, թե այդ ինչ ապրանք է։ Ավելին, Հայաստանի մաքսային ծառայությունը կարծես թե չունի այս հարցի պատասխանը։ Համենայն դեպս շաբաթներ առաջ այս մասին մի տեղեկատվության առիթով նա նշել էր, որ չի տիրապետում Հայաստանից Ադրբեջան արտահանման մասին որևէ տեղեկատվության, չի եղել այդպիսի արտահանում։ Բայց էականը սա չէ, որովհետև այս երևույթի ներքո կան շատ ավելի էական հանգամանքներ և շերտեր։ Ինչի մասին է այս պատկերը։ Այս պատկերը փաստացի այն մասին է, որ Հայաստանը 17.1 միլիոն դոլարով ֆինանսավորում է Ադրբեջանի տնտեսությունը, հետևաբար Ադրբեջանի պետական կարիքները։ Հայաստանը 17.1 միլիոն դոլարով դե ֆակտո ֆինանսավորում է Ադրբեջանի պետական կարիքները։ Ադրբեջանը Հայաստանին, այսպես ասած, ֆինանսավորում է ընդամենը 960 դոլարով, եթե անգամ համարենք, որ եղել է այդպիսի արտահանում։ Սա յուրօրինակ տուրք է անգամ իր տրամաբանությամբ, որ Հայաստանը փաստացի վճարում է Ադրբեջանին։ Ինչու այսպես։ Որովհետև Հայաստանը այդ ապրանքի տնտեսական կարիք բացարձակապես չունի։ Հայտնի է, որ Ադրբեջանից եկող ապրանքը բենզին ու դիզվառելիք է, իր գերակշռող մեծամասնությամբ։ Համենայն դեպս այլ ապրանքի մասին տեղեկություն կարծես թե չկա էլ։ Հայաստանը ադրբեջանական բենզինի և դիզվառելիքի կարիք ըստ էության չունի, որովհետև եթե համադրենք Հայաստանի ընդհանուր սպառման ծավալները Ադրբեջանից ներկրվող ծավալի հետ, ապա այստեղ ծավալը չնչին է, և Հայաստանը կարող է շատ հանգիստ այդ ծավալի բենզին գնել այլ երկրներից։ Իդեպ այն երկրներից նաև, որտեղից Ադրբեջանը ինքն է բենզին գնում, որովհետև Ադրբեջանն ինքը բենզին ներկրող է, իր արտադրած բենզինը իրեն չի բավականացնում, և սա ևս մեկ պարադոքս է։ Երկիրը, որը ինքը բենզին է ներմուծում, բենզին և դիզվառելիք է արտահանում Հայաստան։ Եվ հարց է առաջանում, Հայաստանն օրինակ ինչու չի կարող ինքը գնել այն բենզինը, որը Ադրբեջանն է գնում այլ երկրներից և ըստ էության մատակարարում Հայաստան։ Կամ, եթե օրինակ Վրաստանը արտոնյալ պայման է տրամադրում ադրբեջանական բենզինի դեպի Հայաստան տարանցման համար, ինչու չի կարող Հայաստանը Վրաստանի հետ պայմանավորվել այլ երկրներից բենզինի ներկրումը որոշակի արտոնությամբ իրականացնելու համար։ Սրանք հարցեր են, որոնք նաև ինչ-որ իմաստով նույնիսկ հռետորական են, քանի որ հստակ ցույց են տալիս երևույթը Ադրբեջանից Հայաստան ապրանք մատակարարելու բացարձակապես կապ չունի տնտեսական տրամաբանության հետ։ Դա բացառապես քաղաքական տրամաբանություն ունեցող երևույթ է, որը կարելի է բաժանել երկու մասի։ Մեկը նախընտրական աջակցությունն էր Հայաստանի իշխանությանը։ Այդ այսպես ասած արտահանումը թույլ էր տալիս պաշտոնական Երևանին համոզիչ դարձնել այսպես ասած խաղաղության հաստատումը և միևնույն ժամանակ նաև ադրբեջանական էժան բենզինով փորձում էր ինչ-որ սոցիալական դիվիդենդներ քաղել հասարակության շրջանում, այդ թվում նաև դիվիդենդներ խաղաղության գաղափարի օգտին։ Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ խաղաղության գաղափարը առհասարակ բացարձակ արժանի չէ հեգնանքի։ Հեգնանքի է արժանի խաղաղության ներքո արվող մանիպուլյացիաները, երբ իրականում չկա խաղաղություն, բայց մանիպուլյատիվ մատուցումների առատություն է։ Մյուս բաղադրիչը, որ լուծվում էր Ադրբեջանից Հայաստան բենզին ու դիզվառելիք արտահանելով, արդեն առավել լայն շրջանակի է և ռազմավարական նշանակության։ Սա ադապտացիոն փուլն է, երբ փորձարկվում է, թեստավորվում Հայաստանի տնտեսությունը ադրբեջանական ռազմավարության կցորդի վերածելու պրոցեսը։ 17.1 միլիոնանոց այս ժամանակահատվածը մեծ հաշվով
Հայաստանի հանրությանը սոցիալ հոգեբանորեն, անգամ հայաստանյան տնտեսական միջավայրը սոցիալ հոգեբանորեն դրան հարմարեցնելու process-ն է։ Եվ եթե ձևավորվի կայուն ու գոհացուցիչ արդյունք, ապա կասկած չկա, որ այս տրամաբանությունը ստանալու է ավելի լայն եւ ավելի ուժգին ծավալ, եւ Հայաստանը շարունակելու է առավել մեծ ծավալով լինել ադրբեջանական տնտեսության սպառող կամ ադրբեջանական տնտեսության ֆինանսավորող, Ադրբեջանի պետական կարիքները ֆինանսավորող, կամ, ինչպես նշեցի, Հայաստանը շարունակելու է եւ արդեն ավելի մեծ ծավալով է վճարելու յուրօրինակ տուրք Ադրբեջանին։ Եվ այս երևույթը դիտարկելով կարող ենք նաեւ մեկ այլ հարց տալ. երբ Ադրբեջանը խոսում է պարբերաբար այն տասնյակ միլիարդավոր փոխհատուցման մասին, միլիարդավոր դոլարների փոխհատուցման մասին, որ պահանջում է Հայաստանից իբրև թե իր տարածքների օկուպացիայի համար, արդյոք կարող են այդ նարատիվները սպասարկվել նաև այսպիսի տրամաբանությամբ, երբ կրկնեմ տեսնում ենք իբրև տնտեսական հարաբերություն, որը սակայն բացարձակ չունի տնտեսական տրամաբանություն, փոխարենը քաղաքական հստակ մոտիվներ։ Եվ առհասարակ, եթե պետական քաղաքականությունը ռազմաքաղաքական իմաստով, անվտանգային քաղաքականության եւ կոնցեպտի իմաստով դարձել է ադրբեջանական ռազմավարությանը ենթակա, իսկ այս հանգամանքը ցավոք սրտի չափազանց տեսանելի է պաշտոնական Երևանի վարքագծում, ընդ որում արդեն մի քանի տարի շարունակ, ապա տնտեսությունը ոչ միայն չի կարող դուրս մնալ այդ ամենից, այլ ընդամենը սпасելու էր իր հերթին, եւ հերթը փաստացի եկել է։ Ու կրկնեմ, ծավալը ուժ գնանալու է, եթե ադապտացիոն փուլը անցնի հաջողությամբ։ Որովհետև տնտեսությունը պետական քաղաքականության բնականաբար կարևորագույն հիմնասյուն է, եւ չի կարող պետական քաղաքականությունը մի բաղադրիչով, տվյալ դեպքում ռազմաքաղաքական բաղադրիչով կամ անվտանգային կոնցեպտուալ բաղադրիչով ենթարկվել Ադրբեջանի ռազմավարությանն ու նարատիվներին, իսկ մյուսով տնտեսությամբ, որը կարևորագույն հիմնարար բաղադրիչ է, մնալ դրանից դուրս։ Հետևաբար կրկնեմ, տնտեսական բաղադրիչի աբսորբացիայի փուլը դեռ առջևում է, եթե այս տրամաբանությունը շարունակվում է։ Իսկ դրա շարունակության միտումները ցավոք սրտի առկա են եւ մենք տեսնում ենք ադապտացիոն փուլի ծավալումը։ Այստեղ իհարկե նույնիսկ կարիք չկա անդրադառնալ խնդրի բարոյական կողմին, թեպետ սա եւս կարևորագույն կողմ է, որովհետեւ եթե պետական քաղաքականությունը չունի բարոյական ողնաշար, ապա դա չի կարող լինել պետական քաղաքականություն, դա կարող է լինել որևէ այլ պետության կցորդ։ Եվ փաստորեն մի երևույթով հարվածի տակ է հայտնվում մեր պետական քաղաքականության պոտենցիալի երկու կարևորագույն հանգամանք՝ բարոյականությունը եւ տնտեսությունը։ Ընդ որում այստեղ ավելորդ չէ նշել, որ այս process-ին, Հայաստանի տնտեսությունը կցորդի վերածելու process-ին կամա թե ակամա, բայց էապես նպաստում են նաև այն զարգացումները, որ իբրև թե ներքաղաքական տրամաբանության անվան տակ ծավալվում են Հայաստանի ներսում։ Մենք տեսնում ենք այն, ինչ օրինակ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի եւ նրան պատկանող ձեռնարկությունների շուրջ։ Սա հարված է Հայաստանի տնտեսությանը եւ ոչ թե պարզապես Գագիկ Ծառուկյանին։ Եվ հարված է նաեւ հանրության տնտեսական ինքնագիտակցությանը, երբ մարդիկ պատկերացնում են, որ տնտեսությունը երկրորդական է։ Անկախ նրանից դա նրանց դուր է գալիս թե ոչ, բայց տնտեսական ինքնագիտակցությունը ստանում է հարված, որ տնտեսությունը, որը ցանկացած պետության համար ոչ միայն հիմնարար բաղադրիչ է, այլ նաև կարևորագույն նպատակ, քանի որ հենց դրանով է ձևավորվում տնտեսական ինքնիշխանությունը, հետևաբար պետական ինքնիշխանությունը, դիտվում է, ստորադասվում է քաղաքական process-ներին եւ կառավարող քաղաքական կոնյունկտուրային։ Սա կրկնեմ լուրջ հարված է առաջին հերթին հանրային ինքնագիտակցությանը, առավել եւս այն դեպքում, երբ Հայաստանի Հանրության տնտեսական գրագիտությունը մեղմ ասած ունի բարելավման անհրաժեշտություն։ Հայաստանում թիրախավորվում է սեփականության իրավունքը, որը ցանկացած արդիական պետության կամ արդիականացման ուղին իրապես ընտրած պետության համար կարող է լինել միայն սրբության սրբոց, բայց Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվում է ըստ քաղաքական անհրաժեշտության։ Եվ սա վարկաբեկում է
նաև պետության ներդրումային իմիջը, ինչի դրսևորումն է այն, որ Հայաստանը գործնականում որևէ կերպ չի հետաքրքրում արտաքին որևէ լուրջ ներդրողի։ Այս ամենը համախառն իմաստով հարվածի տակ է դնում Հայաստանի պետական կենսունակությունը որպես ամբողջական համակարգ, եւ սա է նաև թույլ տալիս մտածելու, որ եթե այս ամենին բավարար ուշադրություն չի դարձնում կառավարող վերնախավը, ապա կամ չկա դրա կարևորության բավարար գիտակցում, ինչը լրջագույն խնդիր է պետության համար, կամ պարզապես այդ ամենով հանդերձ այդ կարևորագույն հանգամանքը ստորադասվում է քաղաքական կոնյունկտուրային, ինչը ոչ պակաս եւ առավել լուրջ խնդիր է պետության համար։ Այսպես է պետությունը ամբողջապես վերածվում ընդամենը դեկորացիայի, որը կարող է պատվել գեղեցիկ փաթեթով, բայց իր խորքում իրենից չներկայացնել ոչինչ։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել, որ այստեղ հարակից process է նաև հայ-ռուսական հարաբերությունը, այլ կերպ ասած, այստեղ նույնպես Հայաստանի տնտեսության մի կարևոր բաղադրիչ, գյուղատնտեսությունը, հայտնվել է քաղաքական կոնյունկտուրայի զոհասեղանին։ Եվ այդ երևույթը նույնպես հարվածում է Հայաստանի տնտեսական դիմադրունակությանը եւ նաև հանրության տնտեսական գիտակցությանը ու գրագիտությանը։ Այս ամենը մի մեծ պատկերի առանձին կտորներ են, որոնցից անգամ մեկի բացակայությունը կամ խախտումը աղավաղում է ամբողջ պատկերը, իսկ խոսքը հայկական պետական սուբյեկտությունը ներկայացնող պատկերի մասին է կամ դրա ներուժը պարունակող պատկերի մասին։ Եվ վերադառնալով Ադրբեջանին եւ Հայաստանի տնտեսությունը կցորդի վերածելու ադրբեջանական ռազմավարական ձգտմանը, Ադրբեջանի թիրախում է շատ վաղուց նաև Հայաստանի տնտեսական հրետանին, մեծամորի ատոմակայանը, էներգետիկ իմաստով, նաև պարզապես ավելի լայն քաղաքական անվտանգային իմաստով, հանքարդյունաբերական սեկտորը, հատկապես այն պարագայում, թե այսօր ինչ մեծ նշանակություն ունեն այդ հանածոները թե տնտեսական, թե նաև աշխարհաքաղաքական իմաստով։ Ադրբեջանը այս ուղղությունները թիրախավորում է վաղուց եւ շատ հետեւողական։ Ադրբեջանցիները հարյուրավոր միլիոն դոլարներ են հատկացնում այսպես կոչված միջազգային ձևաչափեր կազմելու եւ Հայաստանը օրինակ բնապահպանական թիրախավորման ենթարկելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել 1-2 տարի առաջ ադրբեջանական մի շարք, այսպես ասած, բնապահպանական կազմակերպությունների նամակները Հայաստանի վարչապետին, որոնցով թիրախավորում են Հայաստանի տնտեսության ծանր հրետանին, հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք առանցքային դերակատարում ունեն Սյունիքում, թե տնտեսական, թե դեմոգրաֆիական, թե լայն իմաստով բոլոր առումներով արդյունավետ կենսագործունեության պատկերի համար։ Այդ ամենը Ադրբեջանը չի անում մեկ անգամյա ակտի տրամաբանությամբ, այդ ամենով Ադրբեջանը հետևողականորեն զարգացնում է Հայաստանն աբսորբացնելու իր ռազմավարությունը, եւ այս ամենի դեմ Հայաստանը կարող է դիմակայել միայն ռազմավարական դիմադրունակության պատկերացումներով եւ ըստ այդմ տնտեսական քաղաքականությամբ, տնտեսություն ամրապնդելու եւ տնտեսություն ձևավորելու, զարգացնելու քաղաքականությամբ, մինչդեռ այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականությունը տանում է դեպի մի կետ, որտեղ Հայաստանը ռեգիոնում դիրքավորվելու է ընդամենը որպես սպառող եւ ծառայություններ մատուցող դերակատար։ Սա լրջագույն վտանգ է, որի կրկնեմ նախերգանքն է ադրբեջանական ապրանքների սպառման այդ 17.1 միլիոն դոլարը։ Հաջորդիվ, երբ ադապտացիոն այդ թեստավորումը արձանագրի գոհացուցիչ արդյունք, ծավալները ստանալու են ավելի մեծ եւ process-ը ստանալու է առավել լայն շրջանակ։